2002 թվականից արդեն 11-րդ անգամ անցկացվող բազե համահայկական երիտասարդական հավաքին այս տարի առաջին անգամ մասնակցում են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները։ Հիմա երգի մրցույթի փորձն է, պատրաստվում են երեկոյան անցկացվելիք ներճակատային փուլին։ Ճեմարանականները հանդես են գալիս կարմիր ճակատում 7 հոգանոց ջոկատով։ Այստեղ նրանք հասակակիցներից արտաքնապես ոչնչով չեն տարբերվում։ Ամենուր նույն շապիկներն են ու գլխարկները։ Ապագա հոգևորականների ջոկատը ղեկավարում է 4-րդ լսարանցի Արթուր Վարդանյանը։ Բազեական ճեմարանցիների ընտրությունը տեսչությունն է կատարել, հաշվի առնելով ուսանողների սպորտային եւ ինտելեկտուալ կարողությունները։ Եկել ենք մեծ ոգևորությամբ, հաղթելու պատրաստակամությամբ եւ առաջ Աստված։ Մենք հնարավորություն ենք ստանում մոտիկից իմանալու եւ ճանաչելու երիտասարդներին, մեր հասակակիցներին, նաեւ նրանց հոգեվոր գաղափարներին առնչվելու եւ եթե Աստված կամենա մեր ներդրումը ունենալու նաեւ դեպի եկեղեցի նրանց առաջնորդելու։ Յուրաքանչյուր ճակատից մեկ ներկայացուցիչ մասնակցում է բազե նկարիչ մրցույթին։ Նրանց տրվել են անհրաժեշտ պարագաներ եւ 2 ժամ ստեղծագործելու համար։ Թեմայի ընտրությունն ազատ է։ Ճեմարանի ջոկատը ներկայացնում է Նարեկ Բարսեղյանը։ 3-րդ լսարանցի Նարեկն արևելյան գույներ է ընտրել։ Հիմնականում նկարում եմ մատիտով, այդ պատճառով ինձ համար գույներով նկարելը դժվար է, բայց փորձում եմ մի բան անել։ Կազմակերպիչների խոսքով ճեմարանականներն այստեղ առանձնանում են իրենց զուսպ պահվածքով եւ կարգապահությամբ։ Եռագույնի ներքո համախմբվել է մոտ 350 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։ Նրանք տարբեր բուհերի ուսանողներ են, մագիստրոսներ եւ ասպիրանտներ։ Լինել կրթված, նախաձեռնող, ստեղծարար եւ նվիրված։ Բազեականների կարծիքով սրանք են հայրենասիրության հիմնական սկզբունքները։ Բազեի մասնակիցներն ամեն օր հյուր են ունենում։ Այս անգամ նրանց այցելեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ուրախալի է, որ բազեն ամեն տարի ընդլայնում է իր սահմանները, համախմբելով ամենատարբեր ոլորտներ ներկայացնող երիտասարդների, նշեց նախարարը։ Անչափ խորհրդանշական է, որ եւ երիտասարդները եւ նաեւ ռազմական ինստիտուտի կուրսանտները, այսօրվա զինվորականները եւ հոգեվորականներն են մասնակցում այստեղ։ Գտնում եմ, որ մենք առաջին հերթին մեր հայրենիքի ապագան կերտելու համար հոգևոր խնդիրներ շատ ունենք կատարելու, մենք բարեապես պետք է պատրաստ լինենք։ Փոխարինողների նստարանին սպասող ճեմարանցի Մարկար Հագեյանն այդպես էլ ֆուտբոլի դաշտ չմտավ, բայց նրա կարմիր շապիկավոր ընկերները փառահեղ հաղթանակ տարան։ Հաշիվը 7-0 է, կարմիրների տրամադրությունը չափազանց բարձր։ Երիտասարդների մեջ կարող է կապ ստեղծել, թե հոգևոր, թե ընկերական, եթե առողջ մրցակցություն է, եւ այս մրցակցությունը ես վստահ եմ, որ առողջ մրցակցություն է։ Ապագա հոգևորականների ջոկատը հաղթանակի մեծ հնարավորություն ունի հատկապես երգի մրցույթում։ Գեղարվեստական ղեկավար Արամ Սուքիասյանի որոշմամբ այս տարի մասնակիցների մեծ մասը հանդես է գալիս Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով։ Ճեմարանականները ներկայացնում են կոմիտաս եւ ժողովրդական երգերի շարան։ Մրցույթին նրանք որոշել են կապաներով գալ։ Բազե երիտասարդական հավաքը կավարտվի օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։